կորզընթացները արագացած են, որովհետև Թանդակ կորզընթացը մեզ ցերնդուչեր մենք հյուծվում ենք, տեսնում ենք, որպես ժողովուրդ, որպես չգայացած պետություն անընդհատ հյուծման մեջ ենք։ Ուստի ինչքան արագ լինի այդ լուծումները, որ պիտի լինեն, այնքան մեզ ցերնդու է։ Միաժամանակ անշուշտ այս վերիվայրումների ժամանակ ընթացքում մեր ճշնամիները փորձում են արիտ մանգալ իրենց վերջապես այսպես ասած իրենց մտածությունները կյանքի կոչելու, այս իմաստով վտանգավոր ժամանակներ են, բայց մեծ հաշվով արագությունը Տրամփի եւ գոշտացում ես կարծում եմ, որ մեծ ցերունդի առավել ինչու՞ չէ նաեւ Եվրոպայի ամրացումը, Եվրոպայի ռազմականորեն հզորացումը եւս մեծ ցերունդի նոր կառույցի ստեղծման մասին է խոսում։ Եվ այստեղ նաեւ Ֆրանսիայի մենք շատ լավ գիտենք, որ վերջի մի քանի տարին Ֆրանսիայի դեպի Հայաստան վերաբերումը մենք նկատում ենք։ Միաժամանակ մենք տեսնում ենք Ֆրանսիայի եւ Թուրքիայի լարված հարաբերությունները։ Ուշ թե շուտ Հարավային Կովկասում Ֆրանսիայի եւ Թուրքիայի մրցակցությունը, ես կասեի, այսօր իսկ տեղի է ունենում։ Ուստի Եվրոպայում ինչ կատարվում է եւ Ֆրանսիայի առաջնային գծերում գտնվելը եւս մեզ նույնպես ցերունդ օգուտ է։ Այսինքն Ֆրանսիայի գործողությունները եւս առաջիկա ժամանակներում շատ ավելի օպերատիվ է լինելու։ Ֆրանսիան եթե նախորդ տարիներին դեպի Հայաստան ռազմավարական իմաստով քայլ կատարելու համար սպասում էր Միացյալ Նահանգներից կանաչ լույս, հավանաբար առաջիկա ժամանակներում այդ կանաչ լույս կարմիր լույս հասկացողությունը կարող է վերացվի։ Ֆրանսիայի արգայությունը եւ ինչու՞ չէ նաեւ Ֆրանսիայի եւ Անգլիո գործակցությունը որ տեսնում եք, սա եւս որոշ չափով մեր համար կարծես թե լավ լուր է, որովհետեւ մենք գիտենք Մեծ Բրիտանիան միշտ ինքնուրույն է կորձել եւ մեծ հաշվով մենք նաեւ գիտենք այս տարածաշրջանի քաղաքականության հետ կապված նրանց մերձ լինելը թուրքական աշխարհին, մենք դա գիտենք։ Սակայն նաեւ մենք նաեւ նկատել ենք վերջի ժամանակներում ինչ-որ փոփոխություններ կան Լոնդոնում եւ բադահական չէ որ մենք այժմ Լոնդոնում փորձում ենք լոբինգով զբաղվել, դա բոլորովին բադահական չի։ Այսինքն շատ լավ լուր է, եթե շարունակվի Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա գործակցությունը, դա մեր համար շատ լավ լուր է։ Բայց Թուրքիան դուրս է մնում կարծում եք դա։ Որտեվ Թուրքիայի գործնախարարը մասնակցում էր այդ ցանկությանը։ Մենք տեսնում ենք, որ թուրքերը շատ միշտ էլ հմուտ են իրենց քաղաքականության մեջ եղել, փորձելու են ամենտեղ լինել։ Այո, ինչպես նկատեցինք, արտգործնախարարով ներկա են կամ առաջիններից, որ հայտարարում են իրեն պատրաստ են իրենց զորքը որպես խաղաբահ մտցնել Ուկրաինա, դա Թուրքիան է եղել միջայլոց։ Սակայն ասենք Թուրքիա պետությունը Թուրքիայի ապակայի հետ կապված այստեղ Թուրքիան մի ջագադից գախյալ չէ, մենք տեսնում ենք նաև Թուրքիան ինչպիսի ճգնաժամի մեջ է։ Այս քրդական ժամանակներ եկել են, Քուրդիստանների ժամանակներ եկել են եւ Թուրքիայի վիճակը շատ բարդ է, բայց հավանաբար Ֆրանսիայի նաև ասենք առաջադար լինելու հանգամանքը պիտի օգնի, որ Թուրքիան շատ չկարողանա մերձենա եվրոպական նոր զարթոնքի։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։